Ընդամենը 7 երգչախմբով սկիզբ առած փառատոնին 4 տարի անց արդեն մասնակցում են 7 մարզերի 18 համայնքների արվեստի ու երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Մասնակից սաների թիվը 1000-ի է հասնում։ Մենք սրանով շատ լուրջ քայլ ենք կատարում դեպի ապագայի մեր քաղաքացին իր ներքին ինտելեկտուալ կյանքով ապրելու համար։ Այս փառատոնի ամենամեծ հաղթանակը այսչափ երեխաների միասնական երգելն է, որովհետև ընդունված է կարծել, որ երբ մարդիկ միասին երգում են, իրար նկատմամբ շատ ավելի ճիշտ եւ դրական էմոցիաներ եւ վերաբերմունք են ունենում։ Երեխաներին համախմբողն ու ոգևորողը նաև հնարավորությունն է, երբ արվեստի դպրոցներում ստացած երաժշտական կրթությունը փառատոնային հարթակում են ներկայացնում իրենց համայնքից ու մարզից դուրս։ Երբեմն մենք տեսնում ենք երգչախմբեր, որտեղ կան տարբեր տարիքային խմբեր, բայց կա բալանսավորված երգեցողություն, երբեմն մի տարիքային խումբ, բայց ոչ բալանսավորված երգեցողություն, երբեմն գիտակցում ենք, որ գյուղը այնքան փոքր է, որ ոչ թե 15 հոգի ընտրել են, որ բեմում լինեն, այլ այդ 15 հոգին է, որ կարող են բեմում լինել, եւ այս առիթով ժյուրին հնարավորինս գնահատելու այս բոլոր հանգամանքները, որպեսզի արդարացի որոշում կայացնի։ Մենք առաջին անգամ ենք մասնակցում եւ երեխաները շատ ողջավորված են, տպավորված են։ Հանրապետական փառատոնին պրոֆեսիոնալ եւ սիրողական երգչախմբերն են մասնակցում։ Նույն մրցութային հարթակում փորձում իրենց պատրաստվածությունը։ Մոտ 1000 մասնակիցները բոլորն էլ դպրոցական տարիքի են։ Կազմակերպիչների համար ամենամյա դարձած փառատոնը երգչախմբային արվեստի հանրայնացմանն ուղղված կարևոր մշակութային ծրագիր է, որը նաև այլ արժեքներ է ձևավորում երեխաների մոտ։ Ես վստահ եմ, որ դա մեծ լոմա ունի նրանց կրթական մակարդակի, ճաշակի, ընկերասիրության, հայրենասիրության, կոլեկտիվ երգեցողությունը, որը որ ձևավորում է անհատի, որը պետք է պիտանի լինի հասարակությանը, սա մեծ հնարավորություն է, որպեսզի երեխաները սիրեն, ընկերանան, լսեն, ամենակարևորը երգչախումբը ոչ միայն երգելու մասին է, երգչախումբը առաջին հերթին լսելու մասին է, որի կարիքը բոլորս շատ ունենք։ Երգչախմբային արվեստի, ինչպես նաև փառատոնների հանդեպ ունեցած պատասխանատվությունից է, որ ամեն տարի մասնակից երգչախմբերի թիվն է ավելանում, ինչպես նաև մրցակցությունն է մեծանում։ Մրցույթը ունի որոշակի չափորոշիչներ, դրանցից մեկն է պարտադիր ընտրել մեկ հայկական ստեղծագործություն, որն արտահայտում է նվիրում առ Հայաստան։ Մայիսի 28-ին Շիրակի մարզում ավանդաբար անցկացվել է երաժշտական երգչախմբային փառատոներ եւ ես նպատակ ունեի վերստեղծել այդ լավագույն ավանդույթը եւ շարունակողը դառնալ, այնպես որ մայիսի 28-ը արդեն 4 տարի դրանից առաջ էլ որոշակի ժամանակահատված եւ ունեմ վստահություն, որ սրանից հետո էլ մշտապես լինելու է երգչախմբային տոնի օրը մեր օրացույցում։ Փառատոնի խորհրդանշական երգն այս տարի Ստեփան Լուսիկյանի հայտնի ստեղծագործությունն է «Ազատ Հայաստանը», որը մրցութային փուլից հետո հնչելու է Գյումրիի արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախմբի շուրջ 200 մասնակցի կատարմամբ։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։